Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ադրբեջանը հայտարարում է, թե տարածաշրջանում խաղաղություն է, բայց նույն պահին նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, ինչ ուղերձներ է հնչեցրել Հիքմեթ Հաջիևը և ինչ է իրականում պատրաստում Բաքուն։ Ադրբեջանի դասագրքերում երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց հողն է, ինչպես է ձևավորվում նոր սերնդի հակահայկական մտածողությունը և ինչու են մասնագետները սա համարում ապագա ագրեսիայի հիմք։ Մինչ Բաքուն խոսում է մարդու իրավունքներից, ադրբեջանական բանտերից շարունակում են ահազանգեր հնչել, ինչ է հայտնի հայ գերիների վիճակի մասին և ինչ է փորձում թաքցնել Ադրբեջանի իշխանությունը։ Հայաստանում մեկնարկել է թրիփ համաձայնագրի վավերացման գործընթացը, ինչ փաստաթղթեր են դեռ գաղտնի պահվում և ինչու են փորձագետները զգուշացնում հնարավոր լուրջ ռիսկերի մասին։ Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփը պահանջում է բացել տարիներ շարունակ գաղտնի պահված փաստաթղթերը, հայտարարելով, որ ամերիկացիներից թաքցվել է ճշմարտությունը, ինչ բացահայտումներ կարող են հետևել։ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը մտել է գործնական փուլ։ Reuters-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն արդեն այսպես ասած իրական խաղաղության պայմաններում են և աստիճանաբար վերականգնում են տնտեսական ու առևտրային կապերը։ Սակայն նրա խոսքով խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը շարունակում է կարևոր պայման համարել Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։ Բաքվում պնդում են, որ միայն նոր սահմանադրության նախագծի հրապարակումը բավարար չէ, անհրաժեշտ են նաև կոնկրետ փոփոխություններ։ Մենք ապրում ենք իրական խաղաղության պայմաններում, Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղությունը պարզապես թղթի վրա գրված կամ հռչակագրում պարունակվող բան չէ, այլ իրականություն։ Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևոր է, որ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ համարվող դրույթները պաշտոնապես վերածվեն նոր սահմանադրության ընդունման կամ այլ իրավական մեխանիզմի միջոցով։ Ադրբեջանը Միացյալ Նահանգներից լուրջ և դրական ազդանշաններ է ստացել, որ տարածաշրջանում Վաշինգտոնի կողմից աջակցվող տրանսպորտային միջանցքի կառուցման աշխատանքները կարող են սկսվել այս աշնանը։ Մեր դիրքորոշումն այն է, որ թրիփը պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ։ Հարավ-արևմտյան Զանգիլանի շրջանը ձգվող ենթակառուցվածքների մեծ մասը կավարտվի մինչև 2026 թվականի վերջը, որից հետո այն կարող է միացվել Հայաստանի և Թուրքիայի նախատեսված ենթակառուցվածքներին։ Սակայն խաղաղության մասին հայտարարությունների ֆոնին Ադրբեջանից հնչում են նաև բոլորովին այլ ուղերձներ։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել ադրբեջանական դպրոցական դասագիրքը, որտեղ Հայաստանի ներկայիս տարածքը ներկայացվում է այսպես կոչված պատմական ադրբեջանական հող։ Փորձագետների կարծիքով նման բովանդակությունը դեռ դպրոցական տարիքից ձևավորում է տարածքային պահանջների ընկալում, ինչը դժվար է համատեղել խաղաղության օրակարգի հետ։ Ինչ են սովորում ադրբեջանցի դպրոցականները և ինչու են մասնագետները սա համարում ոչ միայն կրթական, այլև անվտանգային խնդիր, ռեպորտաժում։ Պատերազմները միշտ չէ, որ սկսվում են զենքով, երբեմն դրանք սկսվում են դպրոցական դասագրքից։ Այն, ինչ այսօր սովորում է 11-ամյա երեխան, վաղը կարող է դառնալ նրա քաղաքական համոզմունքը։ Ադրբեջանում պատմություն սկսում են ուսումնասիրել արդեն 5-րդ դասարանից։ 2024 թվականին հրատարակված Ադրբեջանի պատմություն դասագրքում Հայաստանի ներկայիս տարածքի վերաբերյալ ներկայացվում են պնդումներ, որոնք ձևավորում են ամբողջական քաղաքական նարատիվ։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թարգմանել է դասագրքի 110-րդ էջում տեղ գտած տեքստից մի հատված։ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Հետագայում Մոսկվայի ղեկավարությունը ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, ներառյալ Շարուր Դերալայազը և արևմտյան Զանգեզուրը, փոխանցեց հայկական ԽՍՀ-ին։ Արդյունքում Ադրբեջանը բաժանվեց Նախիջևանից։ Մեր հայրենակիցները, որոնք բռնի տեղահանվել էին իրենց պապենական հողերից, հետագայում ձևավորեցին արևմտյան Ադրբեջանի համայնքը։ Այս համայնքը միջազգային կազմակերպություններում պաշտպանում է արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պահպանումը և տեղահանված բնակչության իրավունքները, նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար։
Այս մի քանի նախադասության միջոցով 11-ից 12 տարեկան երեխաներին փոխանցվում է մեկ հիմնական գաղափար։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է այսպես կոչված պատմական ադրբեջանական հողերի վրա, իսկ արևմտյան Ադրբեջան վերադարձը ներկայացվում է որպես օրինական եւ արդարացի նպատակ։ Ադրբեջանը ուզում է ստեղծել պատմություն եւ ընդ որում պետք է ասեմ, որ սա այսօրվա երևույթ չի։ Ուրեմն ադրբեջանցիները խորհրդային միության օրոք նույնպես նենգափոխում էին պատմությունը։ Իրենք ունեին մի պատմաբան, այսպես Չակերտյալ, խորհրդային միությունում, Զիա Բունյաթով, որ ոչինչից ստեղծում էր ադրբեջանական պատմությունը հենց խորհրդային միության գիտական հաստատություններում։ 112-րդ էջում արդեն ներկայացվում է մեկ այլ գաղափարական շղթա, ըստ որի Արցախի քրիստոնյա բնակչությունն իբր ալբանական ծագում ունի, իսկ Հայաստանի գործողությունները ներկայացվում են որպես Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հետևանք։ Պատահական չէ, որ Ղարաբաղում արմատացած քրիստոնյա բնակչությանը հայերն անվանում են դարձի եկած։ Հայկական ԽՍՀ ղեկավարները բազմիցս փորձել են բռնակցել այս տարածքը, բայց նրանց ջանքերն անհաջող են եղել։ 20-րդ դարի վերջում ԽՍՀՄ ղեկավարությունը փոխվեց, օգտվելով իրավիճակից Հայաստանը սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին։ Սկսվեց արևմտյան Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների բռնի տեղահանումը։ Հայ ազգայնականները հավաքվեցին Երևանում եւ այլ քաղաքներում, վանկարկելով Հայաստան առանց թուրքերի եւ մերժիչ թուրքերին կարգախոսներ։ Այս ամենը կանխամտածված եւ նենգ ծրագրի մաս էր։ Հայերը պետք է ամբողջությամբ արտաքսվեն արևմտյան Ադրբեջանից։ Փորձագետների գնահատմամբ այստեղ արդեն խոսքը պատմության տարբեր մեկնաբանության մասին չէ։ Դասագիրքը կառուցում է ամբողջական աշխարհայացք, որտեղ հորինված արևմտյան Ադրբեջանը ներկայացվում է ոչ թե որպես պատմագիտական եզրույթ, այլ որպես քաղաքական նպատակ, իր տարածքային պատկերացումներով, պատմական հիմնավորումներով եւ այսպես ասած վերադարձի գաղափարով։ Այո, այդպես էլ պիտի լիներ, որովհետև սա պայմանավորված քաղաքականություն է, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, եւ այդ քաղաքականության իմաստը Չակերտներում ասած հանդուրժողականության սերմանումն է հայերի մոտ եւ հակառակը պահանջատիրության զգացողությունն ու սերմանումը ադրբեջանցիների եւ Թուրքիայի մոտ։ Փորձագետները մտահոգություն են հայտնում մեկ այլ խնդրի մասին։ Նրանց գնահատմամբ այս ամենին զուգահեռ հայկական կրթական համակարգում հայոց պատմության, ինքնության, ազգային բաղադրիչը վերջին տարիներին դիտավորյալ թուլացնում են։ Հայաստանը ինքն է ընտրել այդ ուղղությունը։ Այդ բանը չկա Վրաստանում, չկա հարևան մյուս պետություններում, ամեն պետություն ինքն է որոշում իր կրթական քաղաքականությունը։ Հայաստանի կրթության նախարարությունը կատարել է կառավարության որոշումը։ Նրանք այդ որոշումների համապատասխան պաշտոնյաներ են ընտրում, պաշտոնյաները իրականացնում են այդ որոշումները։ Հայաստանում խնդիր է դրված, որ պետք է պատրաստել այնպիսի քաղաքացի, որը չունենա Հայաստանի պետականության մասին գիտակցություն, չունենա սեր հայոց պետականության նկատմամբ։ Զրուցակիցներս ասում են, եթե մի ամբողջ ծերունդ մեծանում է այն համոզմամբ, որ հարևան պետության տարածքն իր պատմական հայրենիքն է, ապա վաղը հենց այդ ծերունդն է ձևավորելու հասարակական կարծիքը, մասնակցելու ընտրություններին, ընդունելու քաղաքական որոշումներ եւ որոշելու իր երկրի արտաքին քաղաքականությունը։ Պատահական չէ, որ վերջին տարիներին Բաքվի հորինած արևմտյան Ադրբեջան ձևակերպումը ավելի հաճախ է հնչում նաեւ Ադրբեջանի նախագահի ելույթներում, պետական կառույցների հայտարարություններում եւ միջազգային հարթակներում։ Այսօր այդ գաղափարախոսությունը պաշտոնական խոսքից տեղափոխվել է նաև դպրոց։ Սա է պատճառը, որ պատմության շուրջ պայքարը վաղուց դադարել է միայն գիտական վեճ լինելուց։ Այն դարձել է տեղեկատվական, քաղաքական եւ անվտանգային մարտահրավեր։ Սեդամ Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Հարցեր են առաջանում նաև Բաքվում պահվող հայ գերիների վիճակի վերաբերյալ։ Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը կայուն է, սակայն նրա փաստաբանի հրապարակած բժշկական տվյալները խոսում են առողջական լուրջ խնդիրների մասին։ Ինչ վիճակում են Բաքվի բանտում պահվող հայ գերիները, ինչու անկախ բժիշկներին չեն թույլատրում տեսակցել նրանց, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակի շուրջ նոր ահազանգ է հնչում։ Պաշտոնական Բաքուն հայտարարում է վիճակը կայուն է, սակայն նրա փաստաբանը հրապարակում է բժշկական տվյալներ, որոնք այլ պատկեր են ցույց տալիս՝ սրտի լուրջ խնդիրներ, բարձր լեյկոցիտներ, բորբոքային գործընթաց, բարձր ճնշում եւ շարունակական ցավեր։
Այս ամենը թաքնված է պաշտոնական կայուն վիճակի մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին։ Խնդրում եմ, գործեք հիմա, պահանջեք անկախ բժիշկներ եւ անհապաղ խնամք։ Հարցը պարզ է, եթե Ադրբեջանը վստահ է իր ներկայացրած տեղեկությունների իսկության հարցում, ինչու չի թույլատրում անկախ բժիշկների մուտքը։ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի պատերազմում։ Բաքվի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման առաջին պատերազմի տարիների վերաբերյալ մեղադրանքներով։ Սակայն նրա գործը միայն մեկ դատավճռի պատմություն չէ։ Այն կրկին բարձրացնում է ավելի լայն հարց. ինչ պայմաններում են պահվում Բաքվում գտնվող հայերը եւ ինչու է միջազգային վերահսկողությունը փաստացի սահմանափակված։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այցելությունների դադարից հետո անկախ դիտարկման հնարավորությունները նվազել են, իսկ առանց անկախ վերահսկողության Ադրբեջանի հայտարարությունները մնում են չստուգված։ Անի դեռ չկան այլ երրորդ կողմ օբյեկտիվ դիտարկող, կլինի դա իրավական կառույց, կլինի դա բուժսպասարկման որևէ օգնություն տրամադրող, որը կկարողանար այդ միակողմանի ներկայացված տվյալները հաստատել կամ հերքել։ Եվ քանի դեռ այդ այլընտրանքը չկա, չենք կարող մենք որևէ կերպ Ադրբեջանի ներկայացրած տվյալները հավաստի ընդունել, եւ սա փաստում է, խոսում է նրա մասին, որ ռիսկերը շարունակում են մնալ եւ ցավոք սրտի այն բոլոր կասկածները, որ կան գերիների եւ առողջական վիճակի ընդհանրապահման պայմանների մասով գնալով ամրապնդվում են եւ սրանք առաջին անգամ չէ որ բարձրացվել են կամ հաստատվել են։ Միջազգային ճնշման նոր գործիքը, որը մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջում է տեղեկություն ներկայացնել Բաքվում պահվող հայերի առողջական վիճակի եւ պահման պայմանների վերաբերյալ, ըստ իրավապաշտպանների դեռ իրական փոփոխություն չի նշանակում։ Ադրբեջանը կարող է խուսափել վերահսկողությունից։ Գործում մեխանիզմ այս պայդրությամբ չկա, թե օբյեկտիվորեն այդ մեխանիզմները կան, բայց մենք ավտորիտար երկիր գործ ունենք, որը փորձում է թաքցնել պատերազմի անօրինական պատերազմի հետքերը, այդ պատճառով էլ թույլ չի տալի ոչ ռազմագերիների մոտ այցելություններ, ընդհանուր միջև ընտանիքի անդամները կամ փաստաբանները, ոչ էլ Արցախ ընդհանրապես այցելություն։ Միաժամանակ հայգերիների հարցը կրկին բարձրացվել է Եվրոպական խորհրդարանում, որտեղ ընդգծվել է, որ նրանց ազատ արձակումը պետք է դառնա Եվրոպական միության եւ Ադրբեջանի միջև շփումների առաջնահերթ թեման։ Սակայն Ադրբեջանը շարունակում է խուսափել հայկական կողմի հետ որևէ շփումից, նաեւ ՄԱԿ-ի տարբեր ինստիտուտներին թույլ չի տալիս մշտադիտարկում իրականացնել։ Մեխանիզմներ կան ՄԱԿ-ի Միացյալ Ազգերի կազմակերպության տարբեր ինստիտուտների, ասենք իրենց ընդհանրակարգերի շրջանակում, բայց այլ բաներ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի այցելեն, մեզ թեկուզ ասենք խոշտանգների կանխարգելման կոմիտեն Եվրոպայի խորհրդի։ Բաքվում պահվող հայերի հարցում շարունակում են հնչել նաև հարցադրումներ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության վերաբերյալ։ Կարծում եմ եւ ՄԻՊ-ը եւ արտգործնախարարությունը եւ ընդհանրապես պետությունը առաջին հերթին շատ ավելի մեծ անելիք ունի եւ հնարավորություններ, քան մենք որպես մասնավոր իրապաշտպաններ կամ հասարակական կազմակերպություններ։ Եվ այս մասով էլ հերթական անգամ պիտի արձանագրեմ, որ թերացումներ կան։ Մինչ Բաքուն շարունակում է փակ պահել հայկերիների շուրջ իրական պատկերը, միջազգային ճնշումը դեռևս արդյունավետ չէ։ Մեկ այլ խնդիր է, որ Ադրբեջանը համագործակցության հնարավորություն չի տալիս։ Համենայն դեպս Ռուբեն Վարդանյանի գործով առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայացրած միեդի վճիռը կարող է դառնալ կարևոր իրավական հանգրվան, գնահատելու ոչ միայն գործի ընթացքը, այլև Ադրբեջանի կողմից հայ կալանավորվածների իրավունքների ապահովման հարցը։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Հայ-ադրբեջանական օրակարգի մեկ այլ կարևոր թեմա էլ տնտեսական գործակցության նոր նախաձեռնություններն են։ Հայաստանում մեկնարկել է թրիփ համաձայնագրի վավերացման գործընթացը։ Կառավարությունն արդեն հաստատել է համապատասխան օրինագիծը, իսկ հաջորդ քայլը սահմանադրական դատարանի եզրակացությունն է։ Եթե փաստաթուղթը համապատասխանի սահմանադրությանը, այն կներկայացվի ազգային ժողով։ Սակայն, ինչպես նշում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, գործընթացն ամբողջությամբ ավարտված չէ, դեռ պետք է համաձայնեցվեն բաժնետերերի միջև պայմանագիրը եւ ընկերության կանոնադրությունը։
Թրիփ զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման կառուցապատման իրավունք այս գոտիներում եւ այս իրավունքը կգործի նախնական 49 տարով եւ այս ժամկետում ընկերությունում բաժնեմասերը կբաշխվեն հետեւյալ կերպ Միացյալ Նահանգներին կպատկանի բաժնեմասերի 74%-ը եւ Հայաստանի Հանրապետությանը կպատկանի բաժնեմասերի 26%-ը եւ ահա այս նախնական ժամկետի 49 տարու լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համագործակցությունը եւ ժամկետը եւս 50 տարով եւ այս դեպքում արդեն երկարացման պարագայում կապահովվի, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա ընկերության բաժնեմասերի 49%, այսինքն 26%-ից Հայաստանի Հանրապետության բաժնեմասերը կմեծացվեն, Հայաստանի Հանրապետությունը կտրվեն ավելի բաժնեմասեր Թրիփ նախաձեռնությունը շարունակում է ակտիվ քննարկումների թեմա մնալ նաև փորձագիտական շրջանակում։ Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս անվտանգային միջավայրը շարունակում է ռիսկեր պարունակել, իսկ սխալ քաղաքական հաշվարկները կարող են մեծացնել պատերազմի վտանգը։ Բաքուն շարունակում է խաղաղության գործընթացի տրամաբանական հանգուցալուծումը պայմանավորել Հայաստանի սահմանադրության նախաբանի փոփոխությամբ, ինչը ցուցվածքի մեջ է դրել խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չունեցող քաղաքացիական պայմանագրին, խորացրել ներհայաստանյան քաղաքական ճգնաժամը, ԱՄՆ-ն շարունակելու է Իրանի դեմ պատերազմի խաղաթուղթը շահարկել եւ վերջնագրային մակընթացության մեջ պահել մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերը, երբ Իսրայելում կկայանա Քնեսեթի ընտրություն։ Հայաստանի իշխանությունը վստահեցրել է ամերիկյան կողմին Սյունիքում թրիփի աշխատանքներն սկսել աշնանը, առանց Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության Ադրբեջանը չի համաձայնվելու խաղաղության գործընթացի առաջմղմանը։ Ավելի պարզ, Բաքվին անհրաժեշտ է լեգիտիմ պատճառ, որով տարածաշրջանային կոմունիկացիաներին Երևանի չմիանալը կներկայացվի որպես խոչընդոտ կամ ռեգիոնալ խաղաղության արգելափակում, ինչը բնականաբար հանդիսանալու է Սյունիքում ռազմական գործողությունների պատճառ։ Իրանը պաշտոնապես դիմել է Երևանին արագացնելու ռազմավարական գործակցության պայմանագրի ստորագրումը։ Լուծումը հավանաբար իշխող վարչախմբի ղեկավարի փախուստն է երկիրը նոր ու աղետաբեր պատերազմի մեջ ներքաշելուց հետո, կամ կրկնակի կապիտուլյացիան, կամ էլ անվտանգային կանխարգելիչ գործողությունների ձեռնարկումը, ինչպես Եգիպտոսը բազմիցս արել է անցած դարի 70-ից 80-ականներին։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, եթե ես չլինեմ, հոկտեմբերին պատերազմ է լինելու, չէր սխալվում։ Պարզապես մեկ տարբերությամբ, եթե նա մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ, պատերազմով, թե առանց դրա։ Քննարկվում է ոչ միայն թրիփ ծրագրի բովանդակությունը, այլև այն, թե ովքեր են իրականացնելու եւ ֆինանսավորելու նախագիծը։ Ամերիկյան կողմը $200 միլիոն արժողությամբ թրիփ պլյուս հիմնադրամի կառավարումը վստահել է ներդրող Կոնստանտին Սոկոլովին, նշելով, որ այս հիմնադրամը նախատեսված է տարածաշրջանի ռազմավարական ենթակառուցվածքային ծրագրերի, այդ թվում թրիփ նախաձեռնության ֆինանսավորման համար։ Ինչպես են մասնագետները մեկնաբանում Սոկոլովի նշանակումը, լսենք։ Տրամպը լինելով բիզնեսմեն եւ շատ լավ հասկանալով այս ամենը, ինքը միանգամից մի քանի հարց է փորձում լուծել։ Մոսկվայի ներգրավմամբ առաջինը ստանալ Մոսկվայի բարեհաճությունը, երկրորդը Մոսկվայի ներկայացվածությամբ ապահովել Իրանի հանգստությունը, այս խնդրում, որ սա չի լինելու հակաիրանական, եւ երրորդը Մոսկվայի եւ Իրանի համաձայնությամբ ապահովել Չինաստանի լուր համաձայնությունը, որ ամեն դեպքում իր շահերը եւս հաշվի կառնվել ապագա տրանսպորտային միջանցքում։ Ներքաղաքական զարգացումների շարքում ուշադրության կենտրոնում է հայտնվել Արարատ ցեմենտ գործարանը։ Դատարանի որոշմամբ գործարանի կառավարումը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։ Դատախազությունը հայտարարում է, որ ուսումնասիրությունների ընթացքում խնդիրներ են հայտնաբերվել մասնավորեցման գործընթացում։ Ընդդիմությունը սակայն տեղի ունեցողը կապում է քաղաքական գործընթացների հետ։ Ինչ գույք է դատախազությունը պահանջում բռնագանձել Ծառուկյանից, ինչ է սպասվում ավելի քան 1000 աշխատակցի, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Ծառուկյան, ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը
լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Փաշինյանի այս հայտարարությունից 58 օր անց Արարատ ցեմենտ ընկերությունը հանձնվեց կառավարությանը։ Մարդիկ ուզում են Հայաստանի Հանրապետությունում տեսնել կարգ ու կանոն։ Ուզում են տեսնել արդարություն եւ արդարադատություն։ Բայց մարդիկ տեսնում են փակվող գործարաններ, որոնք խլում են սեփականատիրոջից։ Արձագանքում է Արման Աբովյանը։ Մենք շատ ակնհայտ նեոթուրքական բանդիտիզմի, շատ ակնհայտ sense դրսևորում, երբ որ մարդուն իր կարծիքի համար, կամ միայն նրա համար, որ ինքը հայ է, փորձում են տնտեսական լծակներով ունեզրկել եւ այլն։ Բացի Արարատ ցեմենտ գործարանից դատախազությունը Գագիկ Ծառուկյանից պահանջում է բռնագանձել տասնյակ անշարժ գույքեր, տրանսպորտային միջոցներ եւ ավելի քան 105 միլիարդ դրամի գույք ու միջոցներ։ Ուղիղ sense համեմատական է անցնում, թե ինչ էր կատարում այս ցեղասպանության ժամանակ, երբ որ կհիշեք հայ գործարարների սկզբնական փուլում նույն աբովանդակ հատենց ունեզրկում էին, երբ որ խոսում են պետականացման մասին, հետարքիր է, որ պետության մասին են խոսում, ինչ պետության մասին է խոսքը գնում, սա վստահաբար Հայաստանի Հանրապետությանը ձեռնտու չի, հեծի օրինակը ակնհայտ է, չէ, հենց հեծը խլեցին, անմիջապես հատենց անջատումների տարապ սկսեց։ Փաշինյանը դեռ քարոզարշավի ժամանակ էր սպառնում ունեզրկել ընդդիմադիր ուժերի ղեկավարներին։ Հեծին հաջորդել է Արարանտ ցեմենտ գործարանը, որն այսքանով չի ավարտվելու, զգուշացնում է Արման Աբովյանը։ Այն անդրադառնալու է մյուս բիզնեսմենների, աշխատողների, քաղաքացիների վրա, կարծում է քաղաքական վերլուծաբանը։ Այս իշխանությունը լինելով նեոթուրքական ֆաշիզմի, այսինքն Թուրքիա եւ Ադրբեջանը սպասարկող մի համակարգ, ինքը խնդիր ունի լիովին կազմակերպել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր կետ, որտեղ Հայաստանը գոնե մի քիչ ամրություն ունի։ Աբովյանի խոսքով Հայաստանի տնտեսությունը թուլացնելուն ուղղված քայլ է անում Փաշինյանի իշխանությունը։ Նշում, անձնական վրեժխնդրությունն ու Ադրբեջանից եկող պահանջը մեկտեղվել են։ Մեր համար Արարատի ցեմենտի գործարանը ռազմավարական կարևոր օբյեկտ է եւ Արարատի ցեմենտի գործարանը այնպես են կանելու, որ նրա աշխատանքները չխաթարվեն։ Մինչ փոխնախարարը խոստանում էր չեն տուժի աշխատակիցները, այդ նույն պահին գործարանը չէր աշխատում։ Իդեպ Արարատ ցեմենտ գործարանն ավելի քան 1000 աշխատակից ունի։ Արտադրությունը մեծ կարևորություն ունի շինարարական ոլորտում ու Հայաստանի տնտեսական կյանքում։ Իդեպ Ծառուկյանի մարզասրահի շենքը եւս խլել են սեփականատիրոջից։ Տիգրան Ավինյանի խոսքով համայնքին են վերադարձրել։ Ինչպես է վերադարձվել, եթե գույքը չի պատկանել քաղաքապետարանին։ Ինչ հիմքով է վերադարձվել, ինչ նպատակով է գործածվելու։ Հարցերի պատասխանը ստանալու համար քաղաքապետարանը հարցում է պահանջել։ Անիա Բաղյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Քաղաքական հետապնդման մասին հայտարարությամբ է հանդես եկել նաև կալանավորված Արեգ Նազմանուկյանը։ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամը Աբովյան քրեակատարողական հիմնարկից փոխանցած ուղերձում պնդում է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, իսկ առաջադրված մեղադրանքները հիմնված չեն փաստական տվյալների վրա։ Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ։ Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության, անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ կեղծ մեղադրանքում։ Ժամանակն ու փաստերը ապացուցելու են իմ անմեղությունը։ Ինձ կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք։ Այն ամբողջությամբ կառուցված է ինչ-որ մեկի ենթադրությունների եւ վառ երևակայության վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է գաղտնազերծել փաստաթղթեր, որոնք նրա խոսքով վերաբերում են ամերիկյան ընկերություններին օտարերկրյա միջամտությանը։ Թրամփը նշել է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը եւ Հյուսիսային Կորեան հնարավորություն ունեն ազդելու Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրական գործընթացների վրա։ Նա նաեւ պնդում է, որ Չինաստանը տարիներ շարունակ փորձել է ազդել ամերիկյան ընտրությունների արդյունքների վրա։ Զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել։ Իրանի արտգործնախարարությունը արձագանքել է ամերիկյան վերջին հարվածներին, մեղադրելով Միացյալ Նահանգներին դիվանագիտական գործընթացը խափանելու եւ հակամարտությունը սրելու համար։ Սպառնալիքներ, փոխադարձ մեղադրանքներ, հրթիռային հարվածներ, ջրի դեֆիցիտ ու մարդկային զոհեր։ Աշխարհը շարունակում է ապրել ճգնաժամային պայմաններում։
Թեհրանի փողոցներում հայտնվել է նոր պաստառ, որի վրա պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իրանական լրատվամիջոցների տարածած լուսանկարներում երևում են նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներ Փիթ Հեքսեթն ու Իսրայել Կացը։ Պաստառի վրա գրված է՝ «Դուք կխորտակվեք իրանական ժողովրդի վրեժի ծովում»։ Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Իրանում գտնվող ամերիկացի քաղաքացի է ազատ արձակվել։ IRIB News-ը հայտնել է, որ Իրանի բանտերից ոչ մի ամերիկացի կալանավորի ազատ չեն արձակել եւ որևէ փոխանակում չեն իրականացրել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ազատ է արձակել ամերիկուհու, որը կալանքի տակ էր գտնվում 2024 թվականի դեկտեմբերից։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը մեղադրել է Իսրայելի կառավարության որոշ անդամների Իրանի հետ պատերազմը երկարաձգելու նպատակով ամերիկյան հասարակական կարծիքի վրա ազդելու փորձերի համար։ Վենսը նշել է, որ վստահում է որոշ իսրայելցի քաղաքական գործիչների, սակայն մյուսները մանիպուլյացիաներ են անում։ Իսրայելի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել Վենսի հայտարարությունները։ Ֆարս գործակալությունը հայտնել է, որ իրանական անօդաչուներով հարվածել են Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ Բացի այդ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ ոչնչացրել է Օմանի Սալալա ժայռերում գտնվող ԱՄՆ ծովային հսկողության ռադարային ու Ղանամ շրջանում օդային հսկողության ռադարային կայանները։ Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի բնակելի շրջանում հրթիռային հարվածների պատճառով 2 մարդ է զոհվել, 7-ը տուժել։ Հարվածների տակ են հայտնվել նաև գյուղերից մեկի մերձակայքում գտնվող 2 կամուրջ եւ օդանավակայան։ Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցի պատճառով կա 2 զոհ եւ 100 վիրավոր։ Հրմշտոցը սկսվել է ավանդական երթի ընթացքում, երբ բազմամարդ ամբոխում խուճապ է առաջացել։ Նիդերլանդների իշխանությունը պաշտոնապես հայտարարել է երկրում ջրի դեֆիցիտի մասին վերջին շրջանում գրանցված անոմալ շոկի եւ շարունակվող երաշտի ֆոնին։ Երկիր մտնող ջրի ծավալը նվազել է տեղումների պակասի եւ գետերում, հատկապես Հռենոսում ջրի մակարդակի անկման պատճառով։ Միաժամանակ ջրի պահանջարկը շարունակում է աճել։ Կառավարությունում կանխատեսում են, որ չոր եւ շոկ եղանակը կպահպանվի նաեւ առաջիկա շաբաթներին։ Թագավորության ենթակառուցվածքների եւ ջրային տնտեսության նախարարությունը սակայն վստահեցրել է, որ ձեռնարկվող միջոցառումները չեն ազդի բնակչության խմելու ջրի մակարդակի վրա։ Գարնի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, կհանդիպենք։